Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը կարգի վերականգնում Արմենակ Աբրահամյան, Փոլ Սուքիասյանի ետ դառնալ Արաբկիր, Ռուսաստանադաշնության դեսպանության սգողերձը, Կարեն Դեմիրճյանը կասեցրալա Բաքվի ճանապարհը, Թաթոյան, Քինանք միջազգային քրեական դատարան, Արցախաժառանգությունը ոչնչացման վտանգի տակ, Քյոմագյանին Արևմտյան Հայաստանը պետական տելևիզիոն, միացիք մեր վետերաններին։ Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն տված հարցազրույցին վաղտը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրել է այն պատմական ու քաղաքական գործընթացները վերձևավորալն Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի միասնությունագործունեությունը վերջին տասնամյակներում։ Նախագահ Արմենակ Աբրահամյանը հիշեցրել է վերհալամ 2 տասնամյակ առաջ Արցախի ազատագրական պայքարի օրերին վաղտը Շուշվա համախմբված ազատամարտիկների շրջանակում Հասունանալ Իսայելյար գաղափարը ձևավորել է Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը։ Այդ շրջանի ընկերությունը փոխվստահություն ու Կոմիտաս Դանիելյանի ու Մխել այլ համախոհների մասնակցությունը մեծ դեր ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 14-ի հռչակագրի ծննդյան գործումը։ Դա շատ կարևոր փաստաթուղթ է այլ մզետի։ Այդ հռչակագրը մուգնշալնք վերականգնում Արևմտյան Հայաստանը պետական ու ազգային համակարգը, կարևոր այլ նաև անվան հարցը, մունք հրաժարվանք խորհրդային աշխարհագրական ենթատեքստ ունեցող Թուրքիա-Հայաստան ձևակերպումից ու ետ ընկտրալ մեր ինքնատիպ պետական անունին Արևմտյան Հայաստան։ Այն հայաստանյան անվանը վերում մեր պատմական ինքնությունն ակրում, ասալ Արմենակ Աբրահամյանը։ Յուրանիսելավը անվան ու պետականության մասին որոշում մենակ իրավական կամ խորհրդանշական քայլ չի լալ, կապված այլ ազատագրված տարածքների մնաց աշխատանքի ու ինքնորոշման իրավունքների իրացման հետ։ Շուշիում ազատագրված այս շրջաններում ունք արդեն գործելի սնկլար որպես կազմակերպված կառույց, բնական ալվեր մեր ազատագրած վաղումը պիտի վերականգնվեր նաև մեր պետական համակարգը նշալ ինքը։ Արմենակ Աբրահամյանը ընդգծալ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի պետական կառույցները վերջին 2 տասնամյակներում մխել հետապացուցալն ու իրենց նպատակը պաշտպանել ազգային իրավունքներն ու պահպանել պատմական ժառանգական իրազեկությունը։ Մենք պաշտպանանք մեր ազգային կետերը, մեր ինքնությունը, մեր իրավունքը ապրել մեր պատմական վաղում։ Սա պայքարը ոչ միայն այնցյալի, այլև ապագայի հետ եզրափակալ նախագահը։ Ֆիլադելֆիայում ծնված մհենգ Երևանում ապրող լրագրող ու գիրող Փոլ Վարդան Սուքիասյանը Արևմտյան Հայաստան կատարած այցավը փորձել է բացահայտել իրան ընտանիքի կորած ճյուղերը։ Հրանձին հիմնադրամի կոլկլերին ընթառաջ հեղինակային հանդիպման վաղտը ինքը պատմала թահուն Ցակոստանպոլսում Արաբկիրում գտալ իրան նախնիներին հետքերի ուսումնասիրելով 1793-ից սկսվող տոհմածառը, քյոհնյա ձեռագրեր ու 1915-ի արհավիրքի պատմությունը։ Սուքիասյանին հետի այս ուղևորությունը տառալա սեփական արմատներին ետրնալի ճանապարհի Արաբկիրի տներից մինչև Աղթամարայի եկեղեցի։ Լուբոյքար հիշեցնել Իսայելյար թա ինչքան խորն է մեր արմատներն, ասում այն ընդգծելով նախնիներին վաղ վերադառնալը ոչ միայն հիշողության, այլև շարունակության ակտ այլալ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Արևելյան Հայաստանում մի հատ ողբերգություն այլվերը տռալա ընդհանուր խորհրդային միության սաղ ժողովուրդներին հետի։ Այդ օրը հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը պաշտոնական տվյալներով խլալա 25000 մարդու կյանք, դուժալն Լենինականը մհենգ Գյումրի, Կիրովականը մհենգ Վանաձոր, ավելի քան 300 բնակավայրեր, իսկ աղետի էպիկենտրոնում գտնվող Սպիտակ քաղաքը հիմնահատակավիրվալա։ Աղետը ազդալա Հայաստանի տարածքի շուրջ 40%-ին իրա, աղետի գոտում հայտնվալ մոտ 1 միլիոն մարդ։ Երկրաշարժի հետևանքների վերացման մասնակցած խորհրդային զինվորների հիշատակը հավերժացալ 2015 թվականին Սպիտակում տեղադրված հուշարձանավը։ Եղբայրական հայ ժողովրդիներից սգում են սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը։ 1979 թվականներին Մեղրի Քաջարան ճանապարհի շինարարության վաղտը Հեյդար Ալիևը փորձել է սարքի Միհաթեզա ճանապարհ վերը Բաքուն միացնականար Նախճեվանին անցկացնելով Մեղրու Նյուվադի շենավը։ Այս քայլը նպաստելու էր ադրբեջանցիների բնակեցմանը, իրենց ազդեցության ընդլայնմանը Զանգեզուրում հինչին Հայաստանի ղեկավարությունը կտրուկ դեմ այլալ։ Չնայած հարցը մխել այդ պիծրցրվալա ԽՍՀՄ կառավարության կողմից քաղբյուրոյի ռազմական ղեկավարության մակարդակով, իսկ ճանապարհին դաժը տրվալ ռազմավարական նշանակություն, Կարեն Դեմիրճյանը հետևողականորեն մերժալ ծրագիրը։ Ինքը արգելա թա նախագիծը, թա շինարարական գործընթացը ընթացք տալ, պատճառաբանելով հունց տնտեսական դիել անվտանգության ռիսկերը։ Ալիևը փորձ է արալ շրջանցի հայկական անկյունին ու ստիպալա շինարարությունը սկսել լուբոյ գնավ, բայց Դեմիրճյանի վճռական դիրքորոշումը հաղթալա արդեն սկսված գործերը դադարեցվան։ Այդպես հայկական ղեկավարությանը հաջողվել է կանխել այն ճանապարհի սարքելը վերը կարար փոխար սաղ տարածաշրջանի ժողովրդագրական ու ռազմավարական հավասարակշռությունը։ Բաքվի նախագահը նորից հնչեցրել է սադրիչ ու փաստերից զուրկ մեղադրանքներ Հայաստանը հասցին վերագրելով ցեղասպանություն ու հանցագործություններ ու ցուցադրելով տարածքային էքսպանսիոնիստական դիրքորոշում։ Հայաստանի իշխանությունն համարյա արձագանքում չնես սպառնալիքների միջդեռ հարցը անհրաժեշտ է տեղափոխել միջազգային իրավական դաշտ։ Միջազգային քրեական դատարանը կարեքնության առնել 2002-ից հետո Ադրբեջանի գործողություններն այս պայմաններում կարևոր է Արման Թաթոյանին ուղերձը, եթե վստահ ձեր հայտարարություններին, ապա մունք ու տուկ քինանք միջազգային քրեական դատարան։
Արցախամշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնում էր Բաքվի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը շարունակաբար աճում է։ Արբանյակային տվյալներն փաստում են զանգվածային քանդումներ, հրդեհներ ու վանդալիզմ, ներառյալ Արցախի ԱԳՆ շենքի տապալումը։ Վնասվում են քրիստոնեական, նախաքրիստոնեական ու դաժե իսլամական կոթողները, ավերածություններ շուշուտ քողարկվում են շինարարական աշխատանքները, վտանգված են նաև հնավայրերը, Հունցազոխա քարանձավը։ Անորոշա Ստեփանակերտի հուշահամալիրին ճակատագիրը, իսկ ադրբեջանական հրապարակումներում կան կոչեր քնդելի «Մունքնք մեր ցարերը» հուշարձանը։ Ավանեսովը պահանջում է միջազգային գործնական քայլեր հայկական մշակութային ժառանգությունը փրկելի հետի։ Արևմտյան Հայաստանացի Լիվիդինին հավատարի մնալավ իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրան անխափանգործ թայլամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք Մերձի Լիվիդինին ինքնագովազդավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանի պատմության ու ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, մինչև տարբեր խնդիրներ վերահանող լուրեր ատա։ Արևմտյան Հայաստանացի Լիվիդինին գրանցալ իրան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթերի նպատակն պահպանել ու տարածել մեր պատմությունամշակութային ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագավը մեր տելևիզիոն հնարավորություններ ավելին ընդլայնվում ու պնդանում, մունք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ցակմամբ դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան նկումին պատարազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողություններին պիցերցնել Արևմտյան Հայաստանը դրոշը հիշատակի պահապանեն իրենց նշանակալի ներկայացնով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատվում են հայ զինվորներին ու կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերի իրենց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, խնդրում ենք հապաղիկ վեճ կաֆիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայի տեսքանք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։